Սա Հայաստանն է եւ այս շենքը գտնվում է Հյուսիսային պողոտայում։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ մուտքեր ունենք, երկու վերելակներով, իմ ամենասիրած հասցեն է Հյուսիսային պողոտա 8-ը։ Իրական ես էլ սիրեցի, այդտեղ չի եղել, բավականին լավն է։ Չի եղել այս շենքում։ Չէ։ Բոլորը գիտեն, որպես ավելի լավ շենք դիմացինը Հյուսիսային պողոտան 5-ը, բայց ես կասեմ 8-ը ավելի լավն է։ Գիտես ինչու։ Ինչու։ Որովհետև սփյուռքահայերն են կառուցել։ Ցավոք սրտի հայաստանցիները դեռ չեն կարողանում ապահովել այն ստանդարտները, ինչ ապահովում են սփյուռքի հայերը։ Ոչ բոլոր դեպքերում, բայց կան նման փաստ։ Դե զգացվում է արդեն մուտքերից։ Դու մուտք մտնում ես, զգում ես քեզ ինչպես են ողջունում, ոտքի կանգնում, բարև ձեզ, որտեղ եք գնում, ամեն մեկին չեն թողի։ Դիմացի շենքը, կողքի շենքերը չունեն նման ծառայություն։ Ամենայն հարգանքները ձեր ադմինիստրացիային Արմեն ջան, բայց դուք չունեք, զիջում եք ձեր սերվիզով։ Իհարկե ամենակարևորը, որ տեսարանա բացվում անմիջապես Հյուսիսային պողոտա։ Եվ սա ովքեր չգիտեն, Լապյացիայի հրապարակը չէ, այլ Եվրոպայի հրապարակը։ Դա պաշտոնական անունն եմ ասում։ Հա։ Հա։ Տեսարան դեպի Հյուսիսային պողոտա, ասեմ, արդեն այս շներ մներ պատտելը չեն թողում, այստեղ գները պետքա որ աճած լիներ։ Բայց լավ գնով են վաճառում, քառակուսի մետրը ընդամենը ուշադիր $6,900։ Վերանորոգումը չենք հաշվում, այստեղ արժեքավոր իրերից միայն գրականությունն եմ ես նկատում, մնացածը կքանդեք, կկառուցեք։ Հովացում ջեռուցումը կենտրոնացված, այսինքն առաստաղային, առաստաղները բարձր նախագծված։ Յանա, դե ուղեկցիր էլի։ Խոհանոցի հետ միասին է հյուրասենյակը, այսպեսի գեղեցիկ բառային սեղանով առանձնացված։ Պատոհաններով են անում։ Ես հավանել եմ լոգասենյակը, որը ունի պատոհան։ Հա, ես էլ տեսա։ Նկատեցիր։ Այնտեղ ունենք ընդարձակ լոգասենյակ, նախագիծը շատ լավն է, ասեմ, նաև առավելություններից 166 քառակուսի մետր բնակարանն է, ունի ավտոհանգրվան։ Բնակարանը վաճառվում է 1,150,000-ով, առանձին նաև ավտոհանգրվանի արժեքը կգումարվի, ենթադրում եմ մոտ 100,000 կլինի, կզանգեք Կասի Գրիգորը։ Ու ես սեփականատիրոջը ասեցի, որ շատ լավ գնով եք վաճառում։ Միջելուց եթե ուզենան խոհանոցը կարող են առանձնացնել հյուրասենյակից հնարավոր։ Կա նման հնարավորություն, դա արդեն դիզայներները կորոշեն։ Այո։ Այստեղ ինչ ունենք։ Ննջասենյակ, որը նայում է դեպի պողոտա, անկյունային դիրք։ Տեսեք։ $6,900։ Դե Ֆիրդուսում արդեն $5,000 են վաճառում, դեռ հարցեր կա Ֆիրդուսում։ Այստեղ Հյուսիսային պողոտան արդեն պատրաստի։ Հյուսիսային պողոտան։ Հյուսիսային պողոտա, Հյուսիսային պողոտա։ Տեսեք։ Բնական լուսավորություն։ Ինչ ընդարձակ է եւ ինչ գեղեցիկ է իրոք, այստեղ մի հատ ջակուզի, ժամանակակից ծաղիկներ։ Կամ կարող եք պատը կանդել միացնել ննջասենյակին որպես մաստեր տարբերակով, անգամ երկու կարող է լինել մեկ հատ մաստեր, մեկ հատ էլի առանձին, մեծ է։ Մութ հատունը ցավոք սրտի։ Ինձ թվում է լուսավորության խնդիրն է, արհեստական լուսավորության խնդիրն է, ոչ թե բնական։ Հա, արհեստականը տեսեք, այն թվերի արդեն բարմոզ լամպաներ են։ Պատերի գույնն էլ ավտոմատ։ Ես Դիանա, եթե ճիշտ եմ հիշում, 2013 թվականին այս շենքում էլի 4 սենյականոց վաճառվեց մոտ 520 թե 530,000 $, այսինքն 13 տարվա մեջ կարող ենք արձանագրել մոտ 120% գնաճ, էլի, 120%։ Ճիշտ է, բայց հողարներն էր, հողեր ավելի են թանկացել, այնտեղ մի 1000% եւ ավել գնացել են։ Իրոք։ Ես էլ երրորդ ննջասենյակ։ Դե գրեք մեկնաբանություններում, արդյոք Դեմ դիմացն էլ լվացքասենյակն է։ Հա, վայ, չի նկատեցուց, հա էլի, լավ տուն է, գրեք ժողովուրդ ջան, պետո եթե Ամերիկայից նայում ես, քո պարամետրներին բռնում այս տունը կարաս առնես, ես որ տուն նայում եմ, միանգամից հաճախորդներից հիշում եմ, որ ինչ ա փնտրում, բայց Ռուսաստանի հայերը խելքը գնում է Հյուսիսայինի համար, կգանք առնեն, Հա, իրոք, Կրասնոդարի հայերը, դե տրեք ջան զանգեք